Ուրեմն մենք աղրերա ենք գնացել, այստեղ պետոն շուկա է գնացել, առավոտը դեռ չեմ տեղավորել, սովորական բանջարեղեն ա բերել, լոլիկ, կարտոֆիլ, կանաչի, դդմիկ եւ այլն։ Այստեղ ունենք բանան, շուկայից ենք առել էլի, եկեղեցուց հետո որ դուրս եկան, եւ այստեղ մի քիչ առաջ աղրերա ենք գնացել, վաղուց կարծեմ աղրերայի գնումներ ցույց չեմ տվել, չեմ հիշում։ Ցույց եմ տվել, այստեղ սուրճ ենք գնել, այստեղ պաստա եմ գնել, վերցրել, այստեղ ունենք խաղող կպված, նենց թանկ է մեր մոտ խաղողը, այստեղ ունենք ձետ, խնձոր, Աղրերայում խնձոր ավելի էժանակ, քան շուկայում, այստեղ ունենք թունա ձուկ, կիսոների համար, ունենք երկու հատ լվացքի օճառ, սենց եգիպտացորեն, բոլոր կանաչ, ունենք մարծուն, յոգուրտ, առանցշաքար յոգուրտ, այստեղ մի հատ կոկոս ենք վերցրել, էժան էր, դենենք բետոն երբ կտրում, տանջում եմ բետոին, խճ բետոին, այստեղ խոհանոցի սննդի թաղանթ եմ վերցրել, շելապանը, այստեղ ունենք զիպ տոպրակներ, 22 պլյուս 5, 27 հատ, Սա կբացեմ, առաջ անգամ եմ վերցնում այս բրենդից և այստեղ ունենք տոպրակներ, խոհանոցի տոպրակ, մեկ ուզում ես ինչ-որ տենց տոպրակով սնունդ դնես, բան, չգիտեմ, չի լինում, դրա համար որոշեցի առնեմ սենց ռոլով, ասեք ես աղացեմ, սենց ցլապանները, սովորական, կտրում ես միրը կոմպրել է estos bolsas, así mira, bolsas para la cocina, կտրում ես մեջ սնուն դնում և վարդախցիկ կոմ չգիտեմ և այսել բացեմ սենց բաներ են չկա որ բացենք հա Ես սենց ես բանով եմ սիրում, որ նորմալ թակում ատուչ, դրա համար սրանցից եմ վերցրել, չէ, այսքանը մեր գնումները մենք տվել ենք 483 պեսո, էդի լինում է մոտավորապես 26-27 դոլար, երևի մոտավոր, գցենք 25 դոլար, 25-26 դոլար, այսքանը, վсё, սիդասավորեմ ու ընտրենք, ուրեմն ժողովուրդ սկսել է իմ չաղանալու, ավելի չաղանալու սեզոնը, բունյուելոսի սեզոնը, ժողովուրդ ինչ համով են, բունյոլեսները, շատ լավն են, ողջույն, ուրեմն ես այստեղ ֆրապե եմ սարքում, նայք, և իմ համար եմ սարքելու, Էսի սուրճի է, ոնց որ կապուչինո, համով լինի,
Սիբետոյի համար եմ սարքել, իմ համար սարքում եմ, որոշեցի ձեզ ցույց տամ։ Ուրեմն վերցնում ենք այս այն բաժակով, որով սարքելու եք, այդ բաժակով լիքը սառույց ենք վերցնում։ Ահա, հեսա մի քանի հատ ես եմ ձեռով վերցնեմ, սենց են, որ լավ լիքը վերցնում ենք։ Այս բաժակին սենց երևի կեսից մի քիչ, սենց կաթ եմ լցնում, կաթը վերջացել է։ Okay, սենց մի այսքան կաթ եմ լցրել, բայց երևի շատ Այստեղ ունեմ հեղուկ վանիլին, եթե հեղուկ վանիլինը ավելի լավ, շատ ավելի լավ կլինի։ Սենց իրա կափարիչով մեկ լցնում եմ, սենց այս կափարիչով։ Դի գաղտնիքն է, ձեզ եմ մենակ ասում։ Եվ լուծվող սուրճ եմ վերցնում, փոքր է քթալս, բայց սենց որ երկու փոքր քթալ լցնում եմ, եթե ուզում եք լավ սուրճի համը լինի, զգացվի։ Եվ շաքարավազ եմ վերցնում, շաքարավազ, պասեք ասեմ ես, մի քիչ կը, 3 թեյի քթալ, իմ համար մի քիչ լցնեմ, պետոյի համար եմ, 3 թեյի քթալ, Всё, այս ամեն ինչը բլենդում ենք, Պետան ասեցիմ սարքի ու ինձ կանչի, հիմա կանչել բան եմ ուղարկել, այն որ մի տան մեջ չենք լսում իրար, հեռախոսով ենք իրար հետ շփվում, ինքը աչքիս հեռախոսը, չգիտեմ, չի տեսնում, այսա լավ, ու աղում ենք, բլենդում ենք այս ամեն ինչը։ Եվ այս զգուշությամբ լցնում ենք բաժակի մեջ, սենց որ չթափվի, զգուշացեք, ինքը սենց կարող է մի անգամից գա ու թափվի, սենց քիչ քթալով բան եմ անում, սենց լցնում եմ, սենց լցնում եմ քիչ քթալով։ Մի քիչ շատ է եղել էսի, բայց ոչինչ։ Բետոյի։ Всё, պատրաստ է մեր ֆրապեները ու իրան խոշոր ձողիկներով ենք կրում, խմում, ուտում, չգիտեմ, չգիտեմ, երևի Հայաստանում ուրիշ անվանում ունեն, այստեղ ասում են ֆրապե, ֆրապե կապուչինո կամ ֆրապե մաչա, ֆրապե, չգիտեմ, մոկաչինո, տենց։ Всё, գրեք այն երկրում որ դուք եք բնակվում, ինչպես են իրանց անվանում, իսկ ես կանչեմ Բետոյին, քանի որ արդեն հալվում է։ Անցած անգամ սարքել էի դեկորենցս համար, դեկորս կնոջ համար մաչա է սարքել, ինքը տենց կոֆեն իրան վնաս է տալի շատ, ուշեր արդեն, դեկորս համար կոֆեով էի սարքել,
ու շատ հավանել էին ու դեկորս կինես դու պետք է բանը սրճարան բացես ասի աստված առաջ շատ էին հավանել երկուսն էլ Սենց պետք է խառնենք, որ այդ սառույց ամնում վերևը ու բանա նստում է ներքև սուրճը պատրաստեք կարող եք եթե շատ քաղցր եք սիրում եսի մի քիչ քաղցրը պակաս է եթե շատ եք ուզում քաղցրացնեք համը փորձեք մի 2 ճաշիկ թալ կարող եք շաքարավազ լցնել կամ որևէ այլ քաղցրացնող ինչ-որ մեղր կամ չգիտեմ Там хочешь. ¿Está bien? ¿Te falta azúcar? Está bien. Poquita leche, el mío, poquita leche. ¿Falta? ¿Quieres este? A ver, pruébatelo. Hazme acá, mi quiche para casa. Igual. ¿Igual? Tú es más dulce. Más cargado, sí. Sí, y más belito un demsark. Կարող եք քիչ լցնել շաքարաբանը կոֆենել փորձելով մի քիչ մի թեյ քթալ լցրեք եթե նորմալ է ձեր համար ես թունդ եմ կոֆեն խմում ընդհանրապես եթե նորմալ է ձեզ համար օքեյ եթե չէ մի քիչ կարող եք ավելացնել շաքարավազները սուրճնել կաթ այսինքն փորձելով սկզբից այնց փորձելով սարքեք հետո արդեն կսովորեք ձեր չափաբաժինը որն է ձեր համար շո գնացի փորձեք եւ կիսվեք իմ հետ ողջույն բոլորին մենք գնում ենք տնային խմբակ եւ այսօր Դանիելայի ծնունդն է ու ինքը չգիտի որ անակնկալ ենք հանելու այ գորդո որ անակնկալ ենք հանելու հետանշանիկներին բանա տալի կերա տալի ու գնանք տաքսով ենք գնում Դանիելային ասել եմ դու մեր հետևից չգաս մենք գործեր ունենք պրծենք կգանք որ անակնկալը չլինի ավելի մանրամասն հետո կպատմեմ բայց հիմա տաքսով ենք գնալու հուսանք ստացվի անակնկալ Hola, buenas noches. Las mañanitas que cantaba el rey David, hoy por ser tu cumpleaños te las cantamos aquí. Despierta, Dani, despierta, mira que ya amaneció, ya los pajarillos cantan, la luna ya se metió. Que si no le muerdes tú, le muerdes. Una mordida. Hola. Բոլորին պետան շուկա էր գնացել մենակով ու այստեղ մի քանի միրգ բանջարեղեն ա բերել բանան, խաղող այստեղ ունենք ելակ, պապայա և ավոկադո այստեղ ունենք լոլիկ,
Սող, պղպեղ, վարունգ, այսքանը ունենք են մնացածը, դա պակասում էր, և այստեղ տորտիա է բերել, էսը տորտիա compraste hoy? No, ¿verdad? Այս որ առել, տորտիա լիրի տորտիա, հենց, և մի քիչ հետո, Walmart ենք ուզում, ապետ ճիշտ ես եմ ուզում, բետոն ինձ չմերժեց, բետոն գնացել է մեր հոսանքի համար լար է առել, ես այստեղ տեղեր կա հագին, Quantos metros? 60, 20 y 20 de cada color. 60 մետր հոսանքի լար է առել, ու ես սենց հարմարանք առել, որ միացնենք, քանի որ հոսանքը քցում է և որ ես իմ air fryer-ը միացնում եմ։ ¿Qué? ¿Te preparas para ir allá? Sí, ya voy. ¿Hoy vamos ahorita? Sí, porque para ver cómo va a ser el clima. Okay, հիմա էսի առել է, որ հոսանքը բանան էլի ռեգուլիրացնի, որ չանջատվի, մի խոսքով պահի, քանի որ air fryer-ը, որ միացնում եմ, գցում է հոսանքը, իր հետ չեմ կարում ոչ մի բան ուրիշ միացնեմ, մենակ սառնարանն է միացրած իհարկե, ու եթե հանկարծ այդ air fryer-ի հետ միացնեմ blender կամ բանը, պեչկը, անջատվում է։ Դրա համար էսի առել է, որ ունենա, մեկ է սա եմ խնդրել իրան, ինտերնետում նայել, թե գինը բարձր է, բան, տենց չգիտեմ, ես քեզ համար կբերեմ, այնտեղ արհեստանոցից կներկեմ, որ հանկարծ չժանգոտի, ասում եմ, բայց մի հատ հարցեր է, ինտերնետում 200 քանի պեսո էր տեսել մի, չէ, մետրով ծախում են, մետրով հարցեր է, ոնց կարա տենց այդքան թանկ լինի, մետրը չեմ ուզում, այդ ռուլոնը չեմ ուզում, ինձ պետք չի այդքան, էլի չեմ օգտագործում, 8 պեսո, ժողովուրդ, ընդամենը պետք է հարցներ, այսքանը 8 պեսո արժի, էսի օգտագործելու եմ այդ խաղալիքի համար, հետը ցույց կտամ ինչի, մի խոսքով։ Ես գնամ պատրաստվեմ, քանի որ գնալու ենք Walmart։ ¿Cuántos Walmart hay en Salamanca? ¿Cuántos Walmart hay en Salamanca? Yo creo nada más 2. ¿Dos? Parece ¿O que 3? sí. Es que no sé si haya más para este lado o para allá de aquel lado no hay. Հարցնում եմ, Yo քանի sé de Walmart este y de allá, donde vive Rosy. Հարցնում եմ, քանի Walmart կա, ասում եմ ոնց որ 2, չգիտենք ուրիշ տեղ կա Walmart-ը չէ, բայց մեզ այս մեկն է դուր գալ, մյուս ենքան մոթա մեջը, es que el otro como está bien oscuro adentro, ¿no? Otro Walmart.
տանն ենք, պատրաստում ենք հաց ուտենք, ու եկեք ցույց տամ ինչ ենք առել, քանի որ մի քանի բան պետք է օգտագործենք, ուրեմն այստեղ Սարկաստել ես ասա? Վախեցեմ, մոռացել ենք, այստեղ սոուս ենք վերցրել, սենց խորովածի սոուսով, ինքը հենց բանի մեջ է ալվում, սամ, ¿Cómo se llama? ¿Dónde hacen las salsa? Parrillada? No, bueno, խորոված արված տենց մոլկախետ է, մեջ սարկած սոուսը և այստեղ ունենք սիրաչա, մենակ որ մարտում են ծախում, ավրորայում չեն ծախում, այստեղ նորից գնել եմ այս ձավարը, հայերեն չգիտեմ ճիշտն ասած ոնց է կոչվում, ռուսերեն պերլովկան է, եթե գիտեք հայկականը ոնց է կոչվում, հայերեն ոնց է կոչվում, գրեք խնդրում եմ, հայերեն էլ իմանամ, այստեղ ուրեմն սենց տոմատ վերցրել ենք լոլիկա ձեթի մեջ, եսա կփորձենք, տեսնենք ոնց է լինում, այստեղ կրեմ ենք բան, սերուցք ենք վերցրել, շաքարավազ, հենց սև շաքարավազ, այստեղ կոկոսի թերուկ եմ վերցրել, այստեղ շոկոլադներից ենք վերցրել, լավն են, այստեղ վերցրել եմ քինոա, ուզում եմ մի քիչ նորմալ սնվեմ, ճիշտ օրինակ այս շոկոլադը վերցրել եմ, ժողովուրդ, բայց պատկերացրեք ես վերջերս շատ քիչ եմ, մենակ կոֆեի հետ մի անգամ օրը, տենց շոկոլադ եմ կարող ուտեմ, ու վերջ, այստեղ տենց բրնձի պաստա ենք վերցրել, պանչուզա գուցե սարքեմ, այստեղ նոր գրանոլա եմ վերցրել, էսի մենակ Walmart-ում են ծախում, կպնելու դեպքում պետք է գնալ Walmart, և այստեղ այս բաներից ենք վերցրել, այս բրնձի էլի լոշիկներից, որ էլի տենց սարքենք, սենց երշիկներ ենք վերցրել, ճիշտն ասած, էսի մեկը բանը, խամոն, ապախտած երշիկ, չորիսը, մեկը լոմո, չորիսը լոմո սերրանո, խամոն սերրանո, կերես ովիա դեսպոս, այստեղ էլ զուգարանի համար սենց ես բաներից, այստեղ փիսաներին սենց մազերը վերցնելու համար տեսնենք օգնում է, վերցրել եմ էսի ու իրենց համար սենց թրիթ եմ վերցրել, տեսնենք հավանում են, թե չէ իրենց սենց ծայրը բացում ես, վրանք լպստում ենք, այսքանին մենք վճարել ենք, կարծեմ 800 ինչքան պեսո, 851 պեսո, կգրեմ ինչքան է, էկրանին կգրեմ ինչքան է գալիս դրամով, Okay, այսքանը, մենք միսիկ ունենք ուտենք, բետոն բերել էր երեք, մի քիչ մնացել է ուտենք, մի հատ է սուրճ խմեմ և տեսնենք, անցնենք մյուս գործերին, միսիկ տամ, այսի կփորձեմ տնեմ լինում է, թե չէ, դե? Բետոն ինձ ասպասում նկարեմ, որ հաց ուտենք, всё. Конечно.
Всем папусика. Мамусика, пусика, мамусика. Им сильно моротика. Саклика, саклика. Ха? Te quiero, Salmo. Te quiero mucho. Ջոկոնես, շիրոնդո։ Ես բետոն հաց էր ուտում, իր համար ձվածեղ սարքեց բան, ինձ ասեց ուզում ես, ասի չէ, սովաս չեմ, ես կոֆե էի խմել, ինձ համար լատե էի սարքել, տենց խմորեղեն մի կտոր, որ շտեմ եկել նստած եմ իմ սենյակում, աշխատանքի սենյակում, բետոն էլ տենց հեռուստացից էր նայում ննջարանում, ես էլ նենց սոված զգացի, եկել եմ այստեղ սենց տորտիայի մեջ, պանիր եմ տաքացրել, ես լոլիկներից եմ դրել, եկել են երշիկը, որ գնել ենք, ու բանը, եկավ ինձ բռնեցրեց, են կոնտրաստ են, ու շատ ճիշտ ասած, բայց սոված եմ, երկար եմ ես նստում, դրա համար ես երկու հատիկը ուտեմ, տեսնեմ ինչ հոմի են, տեսնեմ։ Okay, եկեք փորձենք։ Ողջույն բոլորին, իմ ձենում ոնց որ մի քիչ քաշված է այսօր, արև է, բայց մեր մոտ շատ սառն է, դրա համար սենց կոջակ չունի, ես մազերի բան եմ դրել, որ փակ մնա, ուրեմն այս գրանոլան եմ փորձում, ժողովուրդ շատ լավն է ու լիքը լավ բաներ կա իր մեջ, այդտեղ կա վարսակի փաթիլներ, հապալաս, կարմիր ամարանտո, նուշ, պոպոկ, հնդկական պոպոկ, կակաո, բայց չգիտեմ կակաո սերմերը, թե ուղղակի փոշի է, սենց կակաո գրած, բանի կոկոսի քերուկ, լինասա կտավ հատ, դդմի սերմեր և արևածաղկի սերմեր և մեղր, Proveniente de Oaxaca-ից է։ Ու պատրաստված է արհեստական ձևով, հա, ձեռքով է սարքած ինչ-որ տենց ամեն ինչը, հա, ու մեկ էլ կա շոկոլադի կտորներ իր մեջ, սև շոկոլադ ինչքան հասկացա։ Ես այստեղ յոգուրտ բանան եմ կտրատել, մի փոքր ելակ և ուտում եմ շատ համովում։ Փորձեմ սրանից առնեմ, եթե ստացվի գնանք Walmart անընդհատ, սրանից կվերցնեմ։ Ընդեղ էլի կային, նրանցից էլ, բայց ուշադրությունը սա գրավեց, որ ոնց որ սենց բնական այնք ավելի շատ, պատրաստված է տենց ձեռքով, հա, սենց ոնց որ արտեսանալ, έτσι որ բանի միջոցով չի, ոնց են ասում, կոնսերվանտներ չկան, իրա մեջ բնական ձևով ամեն ինչ պատրաստված, խոսքով սա գրավեց, չնայած այնտեղ էլի կային, ուղղակի շատ բարձր գին ունեին, հարցեն է, որ այս ամբողջ շտուքի մեջ ընդամենը այսքան է լծրած, Բայց դե ոչինչ։ Okay, շատ համով է, ես փորձեմ շուշուտ առնեմ։ Չնայած նաև մտածում եմ, որ ես էլ կարամ սարքեմ։ Ես ամեն ինչը առնեմ տենց։ Այդ գնին կարելի է տենց առնել, իրար խառնել։ Մի 100 պեսոյի տենց առնել, սարքել ու խոսեփական ունենալ,
Չասեք։ Ու մեկ էլ մտածում եմ մուրաբա սարքեմ, բայց լիմոնի, լայմի, մեր մոտ տենց լիմոն չկա, քանի որ տանը լիքը լայմը հավաքվել, անցած անգամ տնային խմբագրից որ գրում են ինչ պետքա տանենք, տենց որոշել էին մրգեր տանեին, հետո այստեղ տենց սարքում են մրգերը կտրատում են, խառնում են, այդ մրգերի մեջ իրանց համար մտնում է նաև վարունգը, տենց տենց ու լիմոն, չգիտեմ, սոուսներ են լցնում ու այդպես ուտում բանի բոտանա, տենց սոուսներ Վալենտինա կամ Սան Լուիս, վերջը։ Հետո դե միշտ Դանիելան դնում է, որպեսզի չկասկածի, որ այլ ծրագրեր ենք պլանավորել իր ծնունդի համար, դե 5 շաբթի 30-ին տնային խմբակն է, բայց իր ծնունդը 31-ին է։ Ահա, այդպես։ Ու ես ասացի լիմոնը կբերեմ, ու մտածեցի երևի բանը, այն էլ կլինի, հա, տենց բան էին պատրաստել, ուղղակի չնկարեցի, չուզեցի էլի բոլոր բան անեմ, սենց ոնց որ այդ պահերը սենց հաճելի անցնում էր, զրուցում էինք, բան, ոնց որ չուզեցա խանգարեմ էլի, ուզում էի սենց համզրուցենք այդ պահը, բանը, կանաչ պոսոլ էինք սարքել, այնտեղ բաներից մեկը, ով գալիս է, ու մտածեցի գուցե նաև բան լինի, էլի, տենց մրգերը լինի հետագայում, որպես դեսերտ ուտենք, ու գնացել էի լիմոն էի առել, չնայած երևի մի կես կիլո կար տանը, բայց գնացի ասի մի կիլո առնեմ, ու շատ լավ լիմոն հանդիպեցի, լիքը առել էի, այդ հյութալի լիմոններ հանդիպեցի, լայմերի, ավելի ճիշտ, հիմա մեր սառնարանում երևի մի 2 կիլո լիմոն կա, ուզում եմ բան լայմ էլի, տենց ուզում եմ մուրաբա սարքեմ, երեք տենց ռեցեպտներ էի մանգալի, ու այսօր մամաս էլ կհարցնեմ, ինքն էլ էր կարծեմ սարքել է, մամասն հենց հետաքրքիր բաներ է սարքում, մեկ կտենաց ինչ-որ տենց մեզ անսովոր էլի, որ մեր Հայաստանի նոյեմբերյանի շրջանին անսովոր, տենց որ ինքն է որ խոհանոցում աշխատում, տենց լիքը բաներ է սովորում։ Հիմա տեսնեմ, այսօր կամ վաղը այդ երևի այսօր տենց արագի մեջ կտրատեմ, սարքեմ և տեսնենք թեյի հետ փորձենք և այլն հիմնեն սեզոն է գալի, որ այդ լիմոնը անհրաժեշտ է, տենց ցուրտ սեզոն, այստեղի ցուրտն է, սենց որ արև է, բայց նենց ցուրտ է, որ չգիտեմ, ինչ ոսկորները տենց սառնությունը մտնում է, հիմա հաճելի կլինի էլի, տենց այս օրերին տենց լիմոնով բան, երեք տենց ռեցեպտներ եմ նայում, աչքովս մի քանի բան ընկա ու հասկացա, որ ինչքան հեշտ է, ու մտածում եմ, ասում չբռնեմ բիզնես անեմ, այստեղի մուրաբաները, ջեմերը բանի պիտանի չեն, ընդհանրապես մեջին բան չկա, նյութ չկա, էլի, տենց իրանց մեջ խտացնելու համար լցնում են կրախմալ, խտանում է ու կարող է այդ ջեմի մեջ ընդհանրապես մի քանի հատիկ ելակ լինի, օրինակ, եթե ելակի է, եթե ես օրինակ ասենք նման բիզնեսով զբաղվեի, լավ կլիներ, որ տենց մի քանի տեսակ ջեմեր, մուրաբաներ ավելի ճիշտ պատրաստեի, կամ թեկուզ նաև ջեմեր, բայց ավելի շատ մուրաբա, տենց մտքովս անցակացել լիմոն, լայմ, նարինջի տեսա, նարինջի մուրաբա տեսա, մեկ էլ կարելի է սեզոնին մանգո անել, տենց տարբեր բաներ կարելի անել, ելակ, ինչ կասեք, մտածում էի, որ բանկա պետքա առնենք, տենց բանկաներով լցնեմ,
հատուկ տենց տեղից գնամ ապակյա բան կա էլի սիրուն, որ ոչ շատ թանկ լինի, ոչ էլ տենց սիրուն տեսք ունենա, թեկուզ տենց պուջուրիկ բան կաներ։ Կարելի է հետաքրքրվել, ինչքան կլինի ու տենց սարքել, ծախել, ինչ կասեք։